Ամենավստահելի մարդ այսօր Փաշինյանն է։ Փաշինյանը ես մի անգամ եմ ասել, վերածնված պապ թագավորն է։ Ոչ մի բանով չի տարբերվում։ Հզորացնում է բանակը, այսքան մարդկանց որ տենում ես, էսի լրիվ հրաշք է։ Ստրուկի պես պահել են 30 տարի, խաբելով Ղարաբաղը, մերնա, բայց իրանք շատ լավ իմանալով, որ Ղարաբաղը երբեք մերը չէր, կարա ալներ։ 21 թվին ռուսը նվեր տվե Թուրքին, 48 թվին 1900 ՄԱԿ-ը Իսրայելին պետությունա ճանաչե 14 թվին։ Ուղի մայիսի 25-ին 11 օր հետո օրենքը անե որ մոլորակի քարտեզներ անխախտեն։ Ոչ մեկ իրավունք չունի ոչ մեկի հողը գրավի։ Ռուսը խաբելով մեզ տարավ կոտորել տվեց։ 86 թվին ռուսը բերեց ուզում էր սնդիկի զավոդ դներ Աբովյան քաղաքում 1986 թվին։ Ժողովուրդը հելան բունդարին չթողեցին, որովհետև ամբողջ Կովկասում ատոմակայան մենակ ստեղ էր, նայրիտը թույնավորներ ստեղ, սնդիկի զավոդ դներ, ուզում էր մեր վերջը տար։ Հելան չթողին, ասես դե լավ, չեք ուզում կոտորվեք, ես ձեզ ուրիշ ձև կոտորել կտամ։ Յակովլևը եկավ Հայաստան, առաջի քարտուղարն էր, ասես Ղարաբաղը ձերն է։ Немедленное принимать решение забирать у Азербайджана Карабах։ Ստիցել թռավ Բաքու, ասես Ղարաբաղը ձերն է, չտակ հայրին։ Ու կռիվը սարքեց այս ազգի գլխին։ Հաշվել եմ, երկրաշարժն էլ իրանք սարքին։ Զենքերը բազան տրակացին, որ հայրի ձեռը չընկներ, 50,000 ավել զոհ ենք տվել 86 թվից մինչև հիմա։ Կարգախոսը կարող է դուք հիշեք, ցարերից սկսած Հայաստանը առանց հայրի, մինչև հիմա այդ կարգախոսը իրանց մոտ չի փոխվել, ոչ մի բան։ Ամբողջ մոլորը աշկի առաջ Նիկոլասես թուրքը մտել է մեր տարածք հապքին 21 թվին, ասեց արեք հանեք։ Ասում է Զանգեզուրն ու Սևանի կեսը պետք է տանք մեր Ադրբեջան եղբորը, որպեսզի դառնա հապկի անդամ չի։ Հենց հիմա էլ ցաղի աշկի առաջ Դուգինը, Զատուլինը, Շայգուն, սաղ ասում եմ պետք է Հայաստանը պետություն։ Ֆյոդորովը հելա ամբիոնից ասեց Հայաստանը պետք է պետություն չունենա։ Սաղ ռուսն է սարքե մեր գլխին։ Ռուսը։ Այս Քոչարյանին էլ բերեց, չարիք մեր գլխին, որ նժդե ասելա մեր դժբախտությունը այնի չի, որ աշխարհում կան թուրքեր, այլ մեր դժբախտությունը այնա, որ աշխարհում կան թուրքանման հայեր, հենց այդ նույն թուրքանման հայը Քոչարյանն է։ Արտուր Մկրտչյանից սկսած 92 թվին 39 հատ հայ ասպանը։ Նժդե բանը Վազգեն Սարգսյան Դեմիրճյան 7 հոգու սպանեց, դագաղների վրա կայնած ծիծաղում էր։ Ոնց կարելի է այդքամից հետո դրան ընտրել։ Ես զարմանում եմ այդ մարդկանց գլխի մեջ ինչա լցրած։ Ամենալավ մարդկանց սպանեց, կայնեց դագաղի վրա ծիծաղում էր։ Հիմա եթե մենք Քոչարյանն են ուզում, որ նորից հետ գա, այդ թուրքը դրանցից լավն է։ Սամվել Կարապետյանը, որ հաղթարշավ է տոնում արել։ Նույնն է, ինչ են արել։ Սամվել Կարապետյանը, Լևոն Հարապետյանը բանդում, որ ասում էր ինձ սպանում են, արդեն թույնել են։ Ինչ արեց։ Երկրորդ նժդեհն էր Լևոն Հարապետյանը, ամենալավ մարդը։ Ինչ արեց։ Ով ինչ հատուկ սպանել տվին։ Սա գործակալ են ռսի։ Չգիտեմ, սանցի մեր ազգը ամենախելացի, ամենաուժեղ, ամենախղճով, չգիտեմ, հյուրասեր, ամբողջ մոլորակում ինչքան ազգեր կա, ամենաշատը դրանց հյուր եկան Հայաստան, ով հային ճանաչում ասում ամենալավն է, հայ նման լավ ազ չկա, մի բանն է պակասում իրար սիրենք։ Եթե իրար սիրենք, ամբողջ մոլորակը դրախտ ալնելու։ Սիրեք իրար ու ամեն ինչ կընկնի տեղը։ Մի բանն է, պակաս իրար սիրենք։ Վստահում եք այսօրվա կառավարությանը խաղաղության գործընթացին հատկապես։ Շատ։ Ամենավստահելի կառավարությունն է, վախտը գալու է իրանց արձանը կայնացնելու են։ Երկրորդ պապ թագավոր, նժդեհի գործն է շարունակում։ Նժդեհը Զանգեզուրը պահեց ամեն գնով, մեր աշկի առաջ էլ Նիկոլը պահեց։ Զանգեզուրը չկա, Հայաստան չկա։ Մեր աշկի առաջ պահեց։ Այդ հմի որ հելել են լոլոներ են կարդում ազգին սպանելով։ Մարդիկ հոյես չեն, հասկանում են, տենում են։ Կամ Պուտին ասում է ես ձեր բարեկամն եմ։ Դու երբ ես մեզ բարեկամել է։ Ղարաբաղը ճանաչում ես, խապում ես, ասում ես, սաղ զենքերը ղարաբաղցիներին չթողես կրակեին։ Ռուսն ավտոմատով մտե ղարաբաղցիների տները հանել է։
Ղարաբաղցիներին, բայց ասма ձեր աղբերն եմ։ Չի կարա մեզ աղբերը լինի։ Չի ելել է այն դարերից համար առաջի թշնամին մեր ազգի ռուսնա։ Այն կարգախոսից Հայաստանը առանց հայերի։ Լոբանով Ռոստովսկին 78 թվին բանի դեսպանն էր, 79 կներես։ Թուրքիայի դեսպանը Սուլթան Համիդին ասում էր ձեր ընդ գերազանցություն կոտորեցեք հայերին, կոտորեցեք։ Նույն ասելա Գրիգորի Գալիցինը Թիֆլիսի թանգարանում գեներալ գուբերնատորն այլ է Կովկասի։ Ես ամբողջ հայերին կկոտորեմ, կթողա մի հատ հայի խրտվիլակ Թիֆլիսի թանգարանում։ Ես ազգը պիտի եփ խելքի գա, չեմ հասկանում։ Բայց արդեն ի շնորհիվ Նիկոլի իր ցավը տանը, մեզ ազգը խելքի ա գալի։ Ես շատ գոհ եմ, այսքան մարդիկ որ խելքի են եկել, սաղ Նիկոլի շնորհն է։ Իսկ այսօրվա բանակը տեսնելով զենքերը, նոր զինտեխնիկան։ Բանակ հայերը չեն ունեցել։ Ունեցել են մեկ էլ այն մեր հզոր թագավորների վաղ Տիգրան Մեծի, Պապ թագավորի, Աշոտ Երկաթի, սես բանակ չենք ունեցել։ Այդ 90-ական թվերին էլ որ գրավեցին, էլի մեր ուժերով ենք հայեր գրա, բայց այն օրը գցին, դղյակներ սարքեցին, Ալիևը զենքեր առավ։ Զենքի փոխարեն 16 թվի քարորյա պատերազմի վաղ պատրոն չտվեցին երեխեքին, լապատկով էին կռվում։ Ես էլի եմ ասում, մեր ազգի նման հզոր, խելացի ազգ մոլորակը չի ծնել։ Արարիչ ելել է հայ։ Դրա համար այն Բայրոնն էլ, Բրյուսովն էլ ասեն այդքան Հայաստան, հայերեն սովորեն, որտեվ աստվածները հայերեն են խոսացել։ Ամբողջ աշխարհի քաղաքակրթությունը հայերեն են տվել։ Մի բան է պակասում, իրար սիրենք ու վերջ։